Ինչ է կարծում եկեղեցու դեմ հարձակումները եւ Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը կապ ունեն իրար հետ։ Էրդողանը ինչ ասեմ, Թուրքիա հետ ինչ գործ ունես, դեպքը միշտ կոտորել է։ Ուզում եք կոտորվեք, անձամբ դու ուզում ես կոտորվես։ Դրա մասին ինչ խոսեմ։ Իսկ կապ ունի եկեղեցու դեմ հարձակումները Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը։ Փաշինյանի հետ ընդհանրապես դու պետք է վերցեք այս հեռախոսը, այս բանը, ընդհանրապես իր մասին ինտերվյու մի վերցեք։ Պետք է առհամարել աղջիկ։ Մեր հիմքը այսքան տարի որ մեր ազգը կա, եկեղեցի շնորհիվ։ Դու որ քո պապուն չհիշես, դու քո երեխաների նկատմամբ լավ կվերաբերվես, ուրեմն որպեսզի մեր արմատները մենք հիշենք, հենց որ դադարեցինք հիշել, կդառնանք ոչ թե ազգ, այլ հենց հենց բանել։ Ես ոչ մեկի դեմ չեմ, բայց ով որ մեր արմատներին ձեռը տալիս, մեր թշնամին է։ Ես նայ, պետք չի կարելի, դա շատ վատ բան է։ Հələ մի հատ էլ, հələ իրանց արմատներին ձեռ տուր, կոսեմ, վա, չի կարելի, էդի եկեղեցուն չի վերաբերվում, մարդը պետք է սկզբից իր արմատները նայի, հետո նոր ուրիշի արմատներ։ Ես ոչ մեկին չեմ հավատում, մենք պես ձեռով ես գնացեն դրեցի, ոչ մի բան չեղավ, արդյունք չունենք։ Շաբաթվա որ օրն է այսօր։ Ուրբաթ օրերը չեմ տալիս, 5 շաբթի օրերը։ Թողեք իմ կարծիքը ինձ մոտ մնա, էլի։ Եկեղեցու դեմ պետք չի ոչ մի պայքար, եկեղեցին մեր 100 տարվա, 1000 տարվա մեր սրբությունն է։ Նրանց պետք չի ձեր տալ, այդքան բան է զգացում։ Բայց ինչ իմանամ, կապ ունի թե չէ։ Որպես քաղաքացի։ Կարծիք հայտնելը սխալ կլինի, այդպիսի հարցերում։ Իսկ եկեղեցու դեմ հարձակումներից ինչ կասեք։ Բայց դա հարձակում է։ Իհարկե վիրավորական խոսքերով։ Ճիշտ կլինի, որ վիրավորական խոսքեր չլինեն, այլ դրա փոխարեն գործողություններ լինեին։ Եկեղեցին պիտի մաքուր լինի։ Եկեղեցին ամենից սկսում է, էլի։ Կարգապահությունը առաջին եկեղեցու է սկսում։ Այսինքն եկեղեցին պետք է առաջին քայլեր անի։ Вообще-то ընդհանրապես մեր ազգը քրիստոնեական է համարվում։ Դե առաջին կարգապահությունը սկսում է եկեղեցուց։ Ձեր կարծիքով այս ամենի մեջ եկեղեցիներ մեղավոր։ Ինչի մեջ։ Այս իրավիճակները, որ ստեղծվում են իշխանություն եւ եկեղեցի հարաբերություններում։ Դե դա իշխանությունը եկեղեցին կիմանա, ես հասարակ քաղաքացի, ինչ իմանամ։